Նրանից թե այդ կապտաժը, այսինքն այս կառույցը, որը պիտի այդ ջուրը հավաքի իր մեջ, ինչքան լավ շինարարության արդյունքում է կառուցված, ոնց է կառուցված, ինչքան պաշտպանված է ինքը, կախված դրանից արդեն քո ջրի որակն էլ կարող է փոխվել։ Եվ հիմնականում մենք ունենք այդ վերևները, ունենք կապտաժները, իրանք ունեն իրանք սանիտարական գոտիները, իրանք պահպանված են, պաշտպանված են, փակ են, այնպես որ այդտեղ ոչ մի խնդիր պիտի որ չլինի։ Սրանք նոր են, թե սովետական։ Չէ, սովետական ժամանակներից զբաղվում են այդ կապտաժները լավ պահպանված են։ Դե հիմա եթե բազմաթիվ ծրագրեր են անում, նույն Վիոլան էլ ծրագիր է անում, եթե կան կապտաժներ, որոնք ինչ որ ձևով, ասենք, խախտված են կամ վերանորոգման կարիք ունեն, նորից վերանորոգում են իրականացնում։ Իսկ խողովակների մասով։ Տեսեք, հիմա այդ կապտաժը ջուրը լավն է։ Կապտաժից հետո ջուրը գալիս է ուր է լցվում, գալիս են ջրամբարներ են լցվում, օրգովակարգավորիչ ջրամբարներ, այսպես ասենք, որպեսզի դուք մշտական ջուր կարողանաք ապահովել, ինչ որտեղ պիտի ջուրը կուտակեք, որ հետո կարողանաք այդ ջուրը օգտագործեք, որտեղ աղբյուրի ջրատվությունն էլ տարբեր է լինում տարբեր սեզոններին։ Եթե դուք չունենաք այդ ջրամբարը, որտեղ դուք հավաքում եք ջուրը, դուք չեք կարող հուսալի ջրամատակարարում ապահովել։ Այդ կապտաժներն էլ օրվա կարգավորիչ ջրամբարներն էլ այդտեղ խողովակներով գալիս են լցվում են այդ ջրամբարները։ Հիմնականում ջրամբարները բարձրադիր գոտիներում են լինում, որպեսզի ապահովեն ինքնահոս առանց էներգիայի ծախսի, առանց ինքնահոս ձևով ապահովել։ Եւ այստեղից արդեն սկսվում է ջրի աղտոտման երկրորդային աղտոտման process-ը։ Այսինքն կախված նրանից թե քո այդ օրվա կարգավորիչ ջրամբարը ինչքան վերանորոգված է, ինչ վիճակում